Որ գործի շրջանակներում են հրավիրել ձեր պաշտպանյալին։ Ինչպես գիտեք, Նաթան Սրբազանին վերագրվող ձայնագրությանը այդ փաստերը ստուգելու համար նախաձեռնված վարորդի շրջանակներում իհարկե հայ Ռուբենի ներկայությունը կամ նրա հարցաքննությունը մեզ համար անակնկալ էր, որտեղ որևէ կերպ առնչություն չենք կարողանում գտնել, այնուամենայնիվ քիչ անց կմտնենք, մեզ րոպեների մնացել, կմտնենք քննչական մարմին եւ կհասկանանք, թե ինչու են այսպես նորից անհարմարություններ ստեղծում մեր հոգեվորականների համար։ Հայ Ռուբենին առաջին անգամ են կանչել։ Այո, առաջի անգամ են կանչել, նախորդ անգամ դե գիտեք Արագածոտնի թեմի քահանաների հարցաքննություններն էր, հետո նաև հարցաքննության ծանուցումներ, ներկայանալու ծանուցումներ ուղարկվեց եւ հետո Կիրակի օրով գիտեք այդ ծանուցումների մասին, ոչ հասկանալի, ոչ էլ իրավաչափ դրանից հետո մենք որևէ այլ ծանուցումների մասին տեղեկացված չէինք, առ այսօրվա տեղի ունեցող հարցաքննությունները, որոնք վաղը նույնպես շարունակվելու են եւ ասեմ, որ Արագածոտնի թեմի ոչ բոլոր քահանաներն են հարցաքննության կանչված նոյեմբերի 12-ին եւ 13-ին, տեսնենք, մասնակցենք, տեսնենք ինչա տեղի։ Երկու գործ կա, մեկը Նաթան Սրբազանի անվան հետ կապող, մյուսը Կարգալույց քահանայի հարցազրույցի հիման վրա։ Դանիել Յովհաննիսյանի հաղորդման դա Արագածոտնի թեմի քահանաների գործին վերաբերող վարույթն է։ Քահանաները հրավիրվել Նաթան Սրբազանի։ Անկեղծ ասած չգիտեմ, մեր մյուս գործընկերներն են, մեր տեր հայրերի ուրեմն ներկայացություն իրականացնում, որպես փաստաբան մասնակցել։ Ես հիմա ներկայանալու եմ Հայ Ռուբենի հետ եւ քիչ անց իհարկե ժամեր անց արդեն կիմանանք, դատողություն կանենք, թե ինչա կատարվում։ Առաջին անգամ եք հրավիրվում եւ դուք մայրաթորում եք, մայրաթորի վարդապետը։ Մայրաթորի հայեցակարգային դերասանունակի պատասխանատու։ Դուք Նաթան Սրբազանի հետ եք աշխատում, անմիջապես նրա հետ։ Այդ հարցազրույցը 15 տարի աշխատել եմ քրեակատարական հիմնարկներում։ Որպես քահանայի։ Որպես պատասխանատու հոգևոր ծառայության։ Ըստ էս ինչու են ձեզ հրավիրել այդ գործով։ Հարցազրույցում ձեր անունը կարծես թե չի հնչում։ Ոչինչ։ Ինչ հարցազրույց։ Ձայնագրության գործով են։ Ձայնագրության մեջ հարցազրույց։ Եթե այդ ձայնագրությունը նկատի ունեք, իմ անունը չի հնչում, բայց նույնիսկ եթե հնչել էլ դա ինչ։ Ըստ էս ինչու են ձեզ հրավիրել այստեղ։ Դուք ձեր գործի բնույթից ելնելով որևէ քահանայի հորդորել եք մասնակցել ընդդիմության ցույցերին։ Ոչ։ Չի եղել։ Որոնք են ձեր պարտականությունները մայրաթորում։ Արդեն նշեցի, հայեցակարգային դերասանունակի պատասխանատուն որևիցե վարդապետական կամ եկեղեցու դիրքորոշման հետ կապված երբ որ հարցեր են լինում, մեր բաժինն է մշակում, բացի դրանից սոցիալական վարդապետության այդ գործի վրա ենք աշխատում։ Կներեք, մենք ուշանում